Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը 3 հերթական ապատեղեկատվություններ տարածել, թե իբր մարտի 17-ին ժամը 12:55-ի սահմաններում հայկական զինուժը կրակ է բացել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Մեդիա ԱԲԿ հաստատեց Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչների հետ ճշտելու կատարվածը։ Ճամբարակ համայնքի Վահան գյուղի բնակիչը, որը ամենամոտն է ադրբեջանական բնակավայրերից, մեզ ասաց, որ դա իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություն է։ Սովորական տրամադրություններ են գյուղում, աղբերս էլ զինծառայողը։ Եթե նման բան լիներ, գոնե ինքը տեղյակ կլիներ։ Ընդհանրապես մեր կողմերում հրադադարի ռեժիմը հայկական ու ադրբեջանական կողմերը չեն խախտում, նշեց մեր զրուցակիցը։ Նույնը հաստատեց նաև Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը։ Մեր զրուցակիցը իր մտահոգությունը հայտնեց այն մասով, որ Ադրբեջանի կեղծ հաղորդագրությունները լավ բան չեն հուշում։ Ամեն ինչ վկայում է, Ադրբեջանը գնալու է սադրանքի։ Ինչը պիտի նորից զոհեր ունենանք, որ խելքի գանք։ Կարծում եմ Հայաստանի համապատասխան գերատեսչությունների արձագանքերը պետք է ավելի հասցեական լինեն։ Հատկապես մենք, որ ապրում ենք սահմանին, պիտի լինենք զգոն։ Չեմ փորձում վատատես լինել, բայց Ադրբեջանի նմանօրինակ քայլերը լավ բան չեն հուշում, եզրափակեց վահանցի տղամարդը։